Երկար սպասված իրադարձություն նոյեմբերյանի բժշկական կենտրոնում։ Դռները բացեց ինֆեկցիոն բաժանմունքը, որը հիվանդանոցը երբևէ առանձին չի ունեցել։ Մինչև հիմա մանկական եւ ինֆեկցիոն բաժանմունքը ինքս է տեղված էր թերապևտիկ բաժանմունքի մեջ, այսինքն այնտեղ միաժամանակ կար եւ թերապևտիկ պալատ, եւ մանկական պալատ, եւ ինֆեկցիոն պալատ, որը լուրջ խնդիրներ էր առաջացնում։ Սրանից հետո կարող ենք ավելի լիարժեք, նորմալ, բուժ սպասարկում իրականացնել։ Բաժանմունքը բացվել է բժշկական կենտրոնի վերակառուցված մասնաշենքում, որը վերջին 25 տարում չի օգտագործվել եւ երբևէ չի նորոգվել։ Շինարարությունը մեկնարկել էր 2023-ին։ Այն Հայաստան համահայկական հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմնի նվերն է սահմանամերձ համայնքին։ Հիմնադրամի ծրագրերում նոյեմբերյանի բժշկական կենտրոնը ներառվել էր դեռ 2010 թվականից, երբ հիմնանորոգվել եւ նորագույն սարքավորումներով հագեցվել էր գլխավոր մասնաշենքը։ COVID-ի ժամանակ 2020 թվականին մենք հասկացանք, որ ահավոր կարևոր է infection disease կենտրոն ունենալը, քանի որ նոյեմբերյան հիվանդանոցը չուներ այդ հնարավորությունը, մենք որոշեցինք, որ այս շենքը վերանորոգենք եւ infection disease-ի կենտրոն բացենք, եւս մանկական կենտրոնը, որպեսզի այս ռայոնի հիվանդները չգնան դուրսը բուժվեն եւ մնան այստեղ եւ ստանան ամենալավ բուժումը։ Ուրախ եմ, որ այստեղ գտնվեմ։ Մանավանդ սահմանամերձ շրջաններում մեջ կարևոր է մեր օգնությունները, որովհետեւ մարդիկ իրենց քուրերը մնան, զարգանա եւ հարաճանան այս շրջանները։ Տանիքից մինչև ներս ու դուրսը հիմնանորոգված բարեկարգված շրջակայքով մասնաշենքը առողջապահության նախարարության աջակցությամբ ապահովվել է նոր գույքով եւ բժշկական սարքավորումներով։ Մասնաշենքում առանձին կգործի նաեւ մանկական բաժանմունք։ Կարևորելով ծրագրի անհրաժեշտությունը, նաեւ համայնքի զարգացման տեսանկյունից, քանի որ սահմանային համայնքներում անհրաժեշտություն կա, որպեսզի բոլոր ծառայությունները լինեն բարձրակարգ, ժամանակակից եւ վստահ եմ, որ այս փոփոխությունը եւ առանձին մասնաշենք ունենալու հանգամանքը ավելի կբարձրացնի այն ծառայությունները, որոնք մատուցվում էին եւ շարունակվել են մատուցվել ոչ հաստատության կողմից։ Ինֆեկցիոն բաժանմունքի բացմամբ նոյեմբերյան համայնքի մոտ 30,000 բնակիչ կօգտվի նոր որակի բուժծառայությունից։ Վարդուհի Արզումանյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, լուրեր։